Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունվարի 17-ն է, օրը շաբաթ, եւ եթե արթնացել եք եւ միացրել եք հեռուստացույցի կոճակ ու ձեզ ժպտում ենք մենք եւ բարևում նշանակում է, որ օրը գոնե մեզ համար արդեն լավ է սկսվել եւ անկախ եղանակային պայմաններից։ Այս այսօր ջերմ է, ձյուն է, անձրև է, այո, միևնույն է, թող ձեր ներսի արևը ու բարձր տրամադրությունը ձեզ միշտ ջերմացնի, ինչու ոչ նաև ձեր ընտանիքի անդամներին, հարևաններին, բարեկամներին, բարի լույս բարի լույս եւ հուսով եմ, որ այս ջերմ մեր տրամադրությունը կփոխանցվի ձեզ եւ ձեր շաբաթ օրը կսկսվի ջերմությամբ, ինչու ոչ։ Չնայած դրսում ցուրտ է, բայց մոռանանք այդ պահը եւ սիրով ջերմությամբ սկսենք մեր շաբաթ օրը։ Ես հիշեցնեմ, որ եթե բաց կթողնեք հեռուստացույցով դիտելու հնարավորությունը, ապա կարող եք հետևել մեզ Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքներով, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերով։ Իհարկե հիշենք նաև մեր գործընկերներին, այո, Տուն դեպո խանութ սրահը իր փափուկ կահույքի եւ ինտերիերի տարատեսակ աքսեսուարների ու դեկորների լայն տեսականիով։ Նրանք մեզ տրամադրել են այս գեղեցկագույն կահույքը, որից դուք նույնպես կարող եք օգտվել գնալով Տուն դեպո եւ ծանոթանալով նրանց տեսականին, ինչպես նաև այո Dream Park հանգստյան գոտին, որը գտնվում է Լոռվա մարզի Չքնաղ բնության գրկում, այնտեղ կան 2-ից 8 հոգու համար նախատեսված տնակներ եւ գլեմփինգներ։ Այստեղ այն վայրն է, որտեղ կարող եք միաձուլվել բնությանը, ձեր մարմնին եւ հոգուն լիարժեք կատարյալ հանգստություն տալ, ինչպես նաև համեղ ճաշատեսակներ վայելել։ Այստեղ դուք ոչ միայն հանգստի համար կարող եք դիտարկել, նաև ուղղակի ձեր ժամանցը կազմակերպելու, ինչպես նաև գործի համար տարբեր աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար։ Չենք մոռանում իհարկե մարմնի առողջության մասին, մեր գործընկերն է նաև Աջափնյակ բժշկական կենտրոնը, որտեղ մատուցվում է բազմապրոֆիլ ծառայություններ եւ ամենակարևորը սիրելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր բուժառուին անհատական մոտեցում կա այնտեղ, այնպես որ եթե հանկարծ մի օր ունենաք որևէ առողջական խնդիր, ինչից մեզանից ոչ մեկը ապահովագրված չէ, այո, կարող եք վստահորեն ձեր քայլերն ուղղել դեպի Աջափնյակ բժշկական կենտրոն։ Սկզբի համար, ինչպես ասում են, այսքանը, բայց մենք շարունակում ենք իհարկե չդավաճանելով ավանդույթները եւ ներկայացնելով, թե պատմության մեջ այսօրը ինչով է առանձնացել եւ առհասարակ անցնող շաբաթ ինչ հետաքրքիր իրադարձություններով են աչքի ընկել։ Սկսենք։ Այսօր հունվարի 17-ն է եւ նշվում է մանկական գյուտերի կամ գյուտարար երեխաների համաշխարհային օրը։ Օրը նշելու համար ընտրվել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի դիվանագետ, գյուտարար, գիտնական Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը, քանի որ նա իր առաջին հայտնագործությունն արել է, երբ դեռ ընդամենը 12 տարեկան է եղել։ Դրանք ձեռքերի համար նախատեսված լողալու սարքեր էին։ Ըստ վիճակագրության յուրաքանչյուր տարի ավելի քան 500 երեխա եւ դեռահաս տարբեր հայտնագործություններ են անում, ստեղծելով ռոբոտներ, գադջետներ, խաղեր եւ կենցաղային տարատեսակ իրեր։ Ձյան օրինակ դուք ուզեիք ինչ-որ մի գյուտ ստեղծեիր, որով մնայր պատմության մեջ։ Իհարկե կուզենայի, ով չի բոլորը կուզենային իրականում։ Եվ այսօրը առիթ է փոքրիկ գյուտարարներով հպարտանալու եւ դրանք հանրայնացնելու, նրանց ոգևորելու համար։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ, ով ապրում է, կուզենա ինչ-որ մի գյուտով մնալ եւ իմ մտքում օրինակ տարիքը կապ չունի, շատ հետաքրքիր մտքեր կան, որ կարելի է ստեղծել։ Օրինակ դու ինչ կուզենայիր ստեղծել, որով մնայիր պատմության մեջ։ Մանավանդ դու, որ դու շատ յուրահատուկ մտածելակերպ ունես։ Չգիտեմ, ինձ թվում է ես կուզենայի մի որևէ իր սարք ստեղծել, որը կանանց կօգներ հատկապես, ոչ կենցաղային գործերում, այլ որևէ մի սարք, որը կդրվեր մեր մաշկի վրա եւ մեր հոգեհուզական դաշտը ավելի հանգիստ կպահեր, ավելի հաղորդակցման մեջ շատ կարևոր բան հեշտացներ մեր հարաբերակցվելը, հատկապես հակառակ սեռի մարդկանց հետ։ Շատ կարևոր բան է, հուսով եմ մի օր Դիանա, չէ, ինչու ոչ։
Հուսով եմ դու մի օր դա կանես։ Օй, շնորհակալություն։ Շարունակենք։ Այսօր սիրելի հեռուստադիտողներ նշվում է մի շատ հետաքրքիր օր՝ ստեղծագործելու եւ ոգեշնչվելու օրը։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս տոնը, որը հայտնի էլ չէ թե ով է մտածել ու շրջանառության մեջ դրել, իրականում խորը իմաստ ու բովանդակություն ունի։ Ոգեշնչումն ու ստեղծագործությունը գիտենք, որ ձեռք ձեռքի բռնած են քայլում եւ առանց մեկը մյուսի թերևս գոյություն ունենալ չեն կարող։ Այնպես որ այսպիսի տոն հորինված մարդն ակնածանքի եւ երախտագիտության մեծ զգացում է ունեցել արվեստի, արվեստագետների եւ ստեղծագործների նկատմամբ։ Ձեզ համար առանձնացրել ենք նշանավոր եւ հանճարեղ մարդկաց մի քանի օրինակներ, որոնք ունեցել են ոգեշնչման իրենց անդավաճան աղբյուրները։ Հուսով եմ կծանոթանաք եւ պես ձեր համար առանձնացած մարդիկ հետաքրքիր կլինեն։ Այո։ Օրինակ, ֆրանսիացի գրող Բալզակին ոգեշնչում էր թունդ սուրճը, առանց որի նա աշխատել պարզապես չէր կարողանում։ Եվ առանց թունդ սուրճ վայելելու կարծում եմ անհնար կլիներ գրել 30-ամյակինը, օրինակ, այդքան կանացի հոգեբանության մեջ խորանալ, խորասուզվել եւ գրել այդպիսի հանճարեղ։ Այն ժամանակ Դիանա կհամաձայնես թե ոչ չգիտեմ, այդ ժամանակ 33-ամյակը թերևս համարվում են մեծ տարիք, հիմա դա երիտասարդ տարիք է համարվում, հասուն, բայց միևնույն ժամանակ 30 համաձայն ես ինձ հետ, որ 30-ամյակը դա այն տարիքն է, որ փոխում է մարդու կենսակերպը, ինչ կասես այս մասին։ Ես կարծում եմ հատկապես կանանց պարագայում, այո, 30-ից հետո դասականն ասել է մինչև 40 տարեկանը, դա ընդհանրապես փորձառություն է, փորձություն է, որպեսզի մենք թրծվենք, հմտանանք եւ հետո սկսենք ապրել։ Ես համաձայն եմ։ Այո, մենք տարիք չենք ասում, բայց կարծում եմ այս խոսակցությունները արդեն մատնում են մեր տարիքը։ Արմինե Երևս այո։ Գերմանացի կոմպոզիտոր Վագներն ասում էր, որ իր սպանիել ցեղատեսակի շունն է օգնել աշխատել ու հանդարտեցնել իրենց նյարդայնացած պահերին։ Քանդակագործ Սալվադոր Դալիի ոգեշնչման աղբյուրն իր անկրկնելի ու սիրելի տիկինն էր Գալլան։ Մեքսիկոյի Ֆրիդա Կալոին էլ դեպի նկարչություն է մղել իր հայրիկի այգին, որտեղ աճող յուրաքանչյուր պտուղ ու ծաղիկ ոգեշնչում էր Կալոին նորանոր կտավներ բացնել։ Այո, ինքնատիպ ձեռագրով եւ արտակնապես եւ ստեղծագործությունների մեջ ինքնատիպ ձեռագրով Ֆրիդա Կալոն։ Այո։ Իսկ Ֆաուստին հեղինակած գերմանացի մեծ պոետի համար ոգեշնչում էր մեկ գավաթ գինին։ Իդեպ դու Ֆաուստը կարդացել ես, սիրում ես, իհարկե կարդացել ես, վստահ եմ։ Ինչ տպավորություններ ես ունեցել։ Առաջին անգամ ինչպես կարդացել Ֆաուստը։ Առաջին անգամ դպրոցական տարիներին եմ կարդացել եւ տպավորություն այդ տարիքում կարծում եմ, որ չենք ստանում այնքան էլ եւ դա այն ստեղծագործություններից է, որ պարբերաբար կարելի է վերընթերցել եւ անընդհատ Վերջերս ես էլ վերընթերցեցի ու իմ համար նոր բացահայտում էր այն, որ Ֆաուստը լրիվ ուրիշ բանի մասին էր, ինչու մենք չենք ընկալել դպրոցական տարիքում օրինակ։ Իհարկե օպերան ավելի հանճարեղ է։ Շատ հանճարեղ է։ Ընդհանրապես բոլոր ստեղծագործությունները առաջարկում են ես եւ Դիանան վերընթերցեք, հատկապես Ֆաուստը, որովհետեւ ներկա ժամանակներում հոգին, այսպես ասած, սատանուն ճակերտավոր վաճառելը շատ նորաձև ակտուալ եւ այո թեմա է, բայց Գյոթեի սերը գինու նկատմամբ այնքան մեծ էր ու հայտնի, որ Վայմար քաղաքում, որտեղ երկար տարիներ նա ապրել է, նրա ծննդյան օրը անցկացվում էր գինու փառատոն։ Մարդը այդպես պետք է սիրի գինի, որ նրա ծննդյան օրը անցկացվի գինու փառատոն։ Բայց այստեղ կարևոր գինին չէ, այլ նրա ստեղծագործությունը, որով մենք առաջարկում ենք ձեզ ընթերցել եւ վերադառնալ մեզ հետ։ Շարունակելու մեր օրը։ Այդպիսի խոսք, որ ասում են կյանքը շատ կարճ է վատ գինի խմելու համար։ Կարծում եմ նա նույնպես այս խոսքերով է առաջնորդվել։ Հոլիվուդի առանցքային ու կարևորագույն դեմքերից մեկի ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի սերը կինոյի նկատմամբ առաջացրել է ռեժիսոր Դեվիդ Լինի Լոուրենս արաբացի ֆիլմը։ 1963 թվականին նկարահանված 7 Օսկարի եւ 4 Ոսկե գլոբուսի արժանացած պատմական դրաման նայելիս է Սպիլբերգը հիացել կինոյով ու որոշել, որ ինքը նույնպես ռեժիսոր է դառնալու։ Փառք Աստծո, որ դարձավ նա ռեժիսոր։ Այո, նրա նման մարդիկ դարձան ռեժիսոր եւ մեր նման մարդկանց դրեցին ֆիլմեր, որոնք փոխեցին մեր կեսակերպը։ Եվ նաեւ խոսեցին կինոյից, հիմա ճիշտ ժամանակն է երթերը տրամադրել մերօրյա կինոն ստեղծողներին եւ նրանց պարգևներին։ Հոլիվուդում հունվարի 11-ին տեղի ունեցավ կինոաշխարհի հայտնի մրցանակաբաշխությունը 83-րդ Ոսկե գլոբուսը, որը վարում էին անկրկնելի աստղային դուետ
Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերտսը։ Խենթանում եմ նրանց համար։ Թվով ամենաշատ 4 ոսկե գլոբուսների արժանացավ Թոմաս Անդերսոնի Պայքար, պայքարից հետո ֆիլմը, լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիկլ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար եւ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգերում։ Այս ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո Դիկապրիոն սակայն մնաց դեռ նույնայն։ Դիկապրիոյի բախտը, ինչպես նկատել ենք, չի բերում նման դեպքերում, բայց ոչինչ։ Հուսով ենք, որ մենք էլ կլինենք մի օր նրա կարգավիճակում, մեր բախտը չի բերի։ Այս հարցում գուցե եւս։ Կատակերգություն կամ մյուզիկլ ժանրում լավագույն դերասանի համար առաջադրված Դիկապրիոն իր արձանիկը զիջեց Թիմոթի Շալամեին հրաշալի մաթի սպորտային դրամայում կերտած դերի համար։ Լավագույն դրամա է ճանաչվել Համնետ ֆիլմը, իսկ լավագույն դերասանուհի Ջեսի Բաքլին նույն ֆիլմում Շեքսպիրի կնոջը Ագնես Շեքսպիրին մարմնավորելու համար։ Իդեպ ես հատվածներ եմ տեսել Ձիաննա, նա իրոք լիակատար է այդ դերը կատարում, շատ հիասքանչեն այդ դերում։ Հուսով եմ, որ այդ արձանը, այսպես ասած, ստացած, որպես այդպեսին իրեն կարդարացնի։ Եվ լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում հաղթել է Գաղտնի գործակալը ֆիլմը։ Բոլորիս ծանոթ Գաղտնի գործակալը ֆիլմը, որի գլխավոր Գաղտնի գործակալը։ Այո։ Որի գլխավոր դերակատար Վագներ Մուրան վերցրել է դրամայում լավագույն դերասանի տիտղոսը։ Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել Փիթ Հիվանդանոցը, լավագույն դրամատիկ սերիալի դերասանի մրցանակին արժանացնելով նաև գլխավոր դերակատար Նոա Ուայլին։ Իսկ լավագույն կատակերգական սերիալ ճանաչվել է Կինոստուդիան, մրցանակ բաշխելով նաև այս սերիալի դերասան Սեթ Ռոգենին, Կինոստուդիան հասցրել եմ դիտել, շատ լավն է։ Ես վստահ եմ, որ դու Նաև հասցրել ես, որտեղ սերիալ ֆիլմասերես, ես 25 գիտեմ։ թվականին իհարկե առաջադրված չէր, բայց կրկին շատ լավ սերիալ է։ Մենք բոլոր ֆիլմերը քննարկում ենք Դիանայի հետ, որովհետև նա առաջնային մարդկանցից է, բոլոր ֆիլմերը դիտում է, ինձ պատմում է, հետո ես նոր դիտում եմ։ Եթե դու լավ կարծիք ես հայտնում, նշանակում է դա լավ ֆիլմ է։ Ոյ, շնորհակալություն։ Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ է ճանաչվել իհարկե Դեռահասը, որի մասին նախորդ շաբաթ էլ մենք խոսեցինք, կարճ սերիալ է 16 տարեկան դեռահասի մասին, որը իրականում նաև մի փոքր ոչ թե սերիալ է, իրականությունը ցուցադրող ֆիլմ, որը կարող եք նաև դիտել։ Ֆիլմում տղային հորը եւ հոգեբանին մարմնավորող դերասանները նույնպես արժանացել են մրցանակների։ Եվ հպարտանալու հերթական առիթ։ Այո։ Ոսկե գլոբուսի է արժանացել նաև մեր հայրենակից Սև Օհանյանը, որը մեղավորները ֆիլմի պրոդյուսերներից է։ Ֆիլմը հաղթել է 2 անվանակարգում՝ լավագույն կինոթատրոնային վարձույթային ձեռքբերում եւ լավագույն օրիգինալ երաժշտություն, որի հեղինակը շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնն է։ Յուրաքանչյուր հայով մենք հպարտանում ենք բնականաբար եւ ուրախանում, շնորհավորում եւ նշենք, որ $100 միլիոն բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է մոտ $360 միլիոն։ Նշենք, որ Սև Օհանյանը Զինզի եւ Ռայան Քուգլերների հետ 2021 թվականին պրոդյուսերական ընկերություն է հիմնադրել եւ սկսել իր գործունեությունը։ Հուսով ենք, որ այդ գործունեությունը կլինի շարունակական եւ մենք որպես հայ կհպարտանանք Սևի գործունեությամբ։ Այո, ես էլ հավելեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ Ոսկե գլոբուսի հաղթողները միայն արձանիկով չէ, որ տուն են վերադարձել, նրանք եւ հաղորդավարները ստացել են մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաթանկ նվերների պայուսակը, որի արժեքը մոտ $1 միլիոն է։ Հայտնի մարդկանց շքեղ կյանքի ու թանկարժեք ծառայությունների մասին պատմող Rob Report ամսագիրն արդեն 3-րդ տարին է, ինչ գլոբուսի արժանացած աստղերին նվիրում է պայուսակ, որում ներառված են ճամփորդություններ, բացառիկ կոսմետիկա, խմիչքներ, սպա ծառայություններ։ Այստեղ է, որ պետք է ասես, թեկուզ չստանայինք, այնտեղ լինեինք։ Իրականում հայ արվեստագետներին եւս մաղթում ենք, որ նրանք ունենան նման թե ֆինանսական հաջողություններ, թե ընդհանրապես մրցանակներ, որովհետեւ դա կարեւոր է։ Որքան էլ ասենք, չէ, ֆինանսը կարեւոր չի, ինչ կասես։ Ֆինանսը կարեւոր։ Կարեւոր է, իհարկե կարեւոր։ Կարեւոր է հատկապես եւ քո սիրելի գործով զբաղվելու արդյունքում է այդ գումարը հավաքվում, այդ դեպքում կրկնակի հաճելի է։ Այնպես մաղթենք մեր երկրի եւ նման աշխատանքներ, հա, նման աշխատատեղեր շատ։ Այս պահին առաջարկում եմ ընդմիջվել եւ մի գեղեցիկ տեսահոլովակ դիտել, այնուհետեւ վերադառնալ եւ արդեն դիմավորել մեր առաջին հյուրերին, Բարև երկիրն է եթերում։
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, ես հիշեցնեմ, որ այսօր առավոտյանից խոսում ենք, որ մանկական գյուտերի, փոքրիկ գյուտարարների օրն է եւ դա հիշելով առաջարկում ենք այս պահին դիտել մի տեսանյութ, որի միջոցով ձեզ կծանոթացնենք դեռ շատ փոքր տարիքից իրենց գյուտերով աշխարհում հայտնի դարձած երեխաների ու պատանիների մասին։ Դիտենք, ապա շտապ վերադառնանք։ Ամեն տարի հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է գյուտարար երեխաների կամ մանկական գյուտերի օր, երիտասարդ հանճարներին ոգեշնչելու համար։ Մանկական գյուտերի օրը նշվում է պետական գործիչ, գիտնական, գյուտարար եւ լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը, քանի որ նա իր առաջին գյուտը 12 տարեկանում է իրականացրել, ստեղծելով լողալու համար ձեռքի լողակներ, նույն ինքը լաստեր։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուռուցիկ կետային համակարգը Բրայլի գրերը ֆրանսիացի Լուի Բրայլը ստեղծել է 15 տարեկանում։ Լուին կոշկակարի որդի էր եւ ինքը նույնպես ուներ տեսողության խնդիրներ։ Ավտովթարի հետևանքով Բրայլը 5 տարեկանում լիովին կուրացավ, սակայն դա չխանգարեց նրա սովորելու ցանկությանը։ Տղան որոշեց փոխել աշխարհը եւ շոշափելի գրականության պատմությունը։ Հատկապես ցրտաշունչ ձմռանն իրենց ուրույն տեղը ունեցող մորթե ականջակալները եւս երիտասարդ գյուտարարի մտքի թռիչք է։ 19-րդ դարի վերջին դրանք հորինել է մի տղա, որը ատում էր գլխարկ կրելը։ Նա Չեստեր Գրինվուդն էր։ Նա եւ իր տատիկը մետաղալարի օղակի յուրաքանչյուր ծայրին ամրացրին մորթու մի կտոր, այդպիսով ստանալով հարմար մորթե ականջակալեր։ Նրա ընկերներն այնքան տպավորված էին գյուտով, որ խնդրել էին իրենց նույնպես պատրաստել դրանցից։ 15-ամյա ամերիկացի Ջեք Անդրակը եւս անհնարինին է հասել, հորինել է ենթաստամոքսային գեղձի, ձվարանների եւ թոքերի քաղցկեղի վաղ փուլերը արագ եւ մատչելի կերպով հայտնաբերելու թեստ։ Այս փոքրիկ չափիչ սարքը հիվանդության արկայությունը կամ բացակայությունը որոշում է 5 րոպեում։ Ջեկը հիմա 29 տարեկան է։ Բժիշկները դեռևս քննարկում են նրա վիճահարույց գյուտը, բայց դա չի նվազեցնում դեռահաս տարիքում նրա ներդրումը համաշխարհային բժշկության մեջ։ Տարբեր ազգերի մշակույթներին ծանոթանալը յուրաքանչյուրի համար է կարևոր, որովհետև այդպիսով մենք զարգանում ենք, ավելի ընդլայնում մեր աշխարհայացը։ Եվ այսօր ճապոնական մշակույթի հետ ենք ծանոթանալու։ Դիանա, դու սիրում ես ճապոնական մշակույթ։ Կարծում եմ Ծագող Արևի երկրի մշակույթը այնքան խորն ու բովանդակային է եւ խորհրդավոր, սիրելու համար պետք է ճանաչել, ինչպես ասացիր, մեր հյուրերը կարծում եմ այդ առաջին քայլը կանեն, որպեսզի եւ մեզ ծանոթացնեն եւ ինչու ոչ նաեւ հեռուստադիտողներին, ովքեր հետաքրքրված են ճապոնական մշակույթով։ Թանլակ եւ Մետաքս ցուցահանդեսի մասին ենք զրուցելու, սիրելի հեռուստադիտողներ, ցուցահանդեսի համադրող դիզայներ արվեստագետ Սիրանուշ Մխիթարյանի հետ եւ հավաքորդ ճարտարապետ Էլեն Սարադյանի հետ։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար, ինչպես եք։ Ես շատ լավ եմ, դուք։ Շնորհակալություն, մենք էլ։ Շատ լավ, շնորհակալություն, հրավերի համար շնորհակալություն։ Այսօր մեկնարկում է ձեր ցուցահանդեսը, կասեք ինչպես եք պատրաստվել, ինչպես առաջացավ գաղափարը եւ ինչպես եկաք այսօրվան։ Ընդհանրապես Էլենը 8 տարի շարունակ, եթե ոչ ավել, այս կոլեկցիան հավաքել է եւ մի օր որոշեց, որ պետք է ցուցադրի եւ համագործակցելով իրար հետ մենք ընտրեցինք լավագույն աշխատանքները, կիմոնոները, ճապոնական նկարները եւ նաեւ հոկուսայի մանգաներից որոշ գրքեր եւ որոշեցինք, որ հենց այսօր 17-ին կլինի բացում այդ ցուցահանդեսի։ Որքան է գործելու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը գործի մինչև փետրվարի 14-ը, մի ամիս շարունակ հնարավորություն կլինի ամեն օր Հայերտ կենտրոնում, այժմ Արտի արվեստի կենտրոնում դիտել կիմոնոներն ու նկարները։ Էլեն, ինձ հետաքրքիր է ամենասկզբից, որտեղից ձեր սերը Ճապոնիայի, ճապոնական մշակույթի նկատմամբ։ Ինչպես հասկացաք, նոր արթնացաք եւ հասկացաք, որ սիրում եք ճապոնական մշակույթ։ Могу перейти на русский, пожалуйста, потому что у меня образование на русском, я лучше объясню свои мысли. Спасибо большое. С юного возраста, еще со школы, я слушала, так получилось, что интернет стал общедоступным, и мы тоже начали им пользоваться, и как-то я вышла на японскую музыку, японские фильмы, и в том числе на графические какие-то дисциплины манга, очень известные широко. И как-то
Сначала это все было чисто любительски. В какой-то момент мне в руки попало кимоно настоящее. Просто нашла его в интернете, купила. Это было, как сейчас помню, обыкновенное шелковое кимоно, иротоми сода называется, такой вид кимоно, который, буквально на любой японке может оказаться, это не что-то особенное, но оно было поразительного качества был на нем рисунок от руки. И я помню, я тогда подумала, если товар какой-то общего пользования имеет такое высокое качество, то какое же качество будет иметь что-то, что является предметом искусства, действительно. И мое чутье меня не обмануло, оно меня привело к этой выставке. Вот уже действительно 8, уже чуть больше лет я по всему миру ищу, собираю те предметы японского искусства, на мой взгляд, на мой вкус, которые, так сказать, лежат в конве моей коллекции, потому что коллекция, она как-то должна плюс-минус в одинаковой какой-то тематике быть. И более 20 гравюр, традиционная, так сказать, японская печать, woodblock print по-английски называется, более 20 гравюр, более, по-моему, 13 кимоно, более 10 кимоно будут представлены на нашей выставке с 17 по 14 февраля. 17 января, 14 февраля. Էլեն, քանի որ դուք համադրել եք նկարները, չնայած հեղինակալ մարդ է, համադրելիս ինչպես եք առաջնորդվել, ինչ մտքերով, որովհետև համադրելը իր հերթին արվեստ է եւ արվեստի մի հատվածն է համադրել ճիշտ նկարները ցուցահանդեսի համար։ Իրականում համադրելը այո հենց շատ բարդ process-ներ է ցուցահանդեսի, մենք մի քանի մեթոդիկայի սկզբում դիմեցինք, սկսված գունային գամային հետևելով, հետո նկարիչներին հետևելով, հետո թե ինչը ավելի հետաքրքիր կլինի դիտորդին ու վերջին հաշվով որոշեցինք, որ մի հատ, այսպես ասած, անոնսային ցուցահանդես ենք ուզում անել, որը կլինի առաջինը, քանի որ մենք ենթադրում ենք, որ էլի կլինեն ցուցահանդեսներ շատ մոտ ապագայում, բայց կլինեն ու ամենագրավիչ հենց կիմոնոներն ու նկարները առանձնացրինք, որպեսզի այսպես ասած բացումը կատարենք այդ շարքի ու ասենք թե պատմենք այն մասին, թե ինչքան նուրբ, հետաքրքիր արվեստի գործերի հետ կարող են մարդիկ այստեղ առնչվել, ինձ թվում է դա շատ կարևոր կլինի, որ հնարավորություն տրվի այդ գործերին կպնել, տեսնել Իսկապես համարձակ ցուցադրություն է, որովհետև այո, ճապոնական մշակույթը, որքան էլ խորը եւ խորհրդավոր լինի, կարծում եմ այնքան էլ շատ ծանոթ չէ հայ հասարակության, այդ առումով թերևս մի փոքր համարձակինչ ակնկալիքներ ունեք, հետաքրքիր է։ Համարձակ լինելու առումով երևի ուզում եմ ուղղակի sense փոքր մեկնաբանում անեմ, որ երևի ճիշտ եք նշել, որովհետև այս պահին ես շատ ոչ մի ցուցասրահ չգիտեմ, որ հենց մասնագիտացված ճապոնական արվեստ է ներկայացնում ու բացի դրանից մենք ունենք պատմության թանգարանի արևելյան բաժինը, որտեղ էլի հատուկ են մի քանի ուղղակի օրինակ կարող ենք հանդիպել, բայց իմ կարծիքով այսպես կարևոր քայլ էլի նման ցուցասրահ ունենալը, թեկուզ պարբերաբար տարբեր տեղեր ցուցադրվելու համար եւ ակնկալիքներ ու զուտ այն են, որ մարդիկ կգան ու կգնահատեն, կհետաքրքրվեն իրենց համար ոգեշնչում դա կծառայի նման բաներ։ Շատ լավ, Էլեն, ասեք, հատկապես ճապոնական արվեստի մեջ ձեզ ինչն է գրավել, ինչն է հետաքրքրել։ Դուք ընդհանուր ասեցիք ինչպես եք ծանոթացել, բայց ինչ-որ նյուանսներ կան, որ ձեզ ավելի է գրավել, ավելի дեպի իրենց է տարել։ Եղել եք Ճապոնիայում արդեն։ Ни разу не была. Կուզենաք լինել երևի։ Конечно, я планирую этот, либо следующий год, потому что этот уже, можно сказать, он у меня весь расписан в творческих планах. Он очень надеюсь посетить Японию. Естественно, у меня нет каких-то ожиданий от Японии, которые у людей формируются через аниме или как-то еще, поскольку я все-таки, мне кажется, я глубже знакома именно с
тем, что называется японская душа, японский менталитет. Мне кажется, мне там очень понравится. Իսկ դուք ինչ վերաբերմունք ունեք։ Ես էլ դեռ չեմ եղել Ճապոնիայում։ Ուղղակի ուզում եի նշել նաև ցուցահանդեսից մի հատված, որը Էլենի խոսքից ես մտաբերեցի, որ մենք ոչ միայն ցույց ենք տալու, թե ինչպիսի օրինակ բաներ կան, արվեստի գործեր կան, որոնց հետ մարդիկ կարող են առնչվել, այլ նաև ցուցահանդեսի ընթացքում լինելու են դասախոսություններ ու workshop-եր, որ Էլենի ասաց, այդ անիմեից այն կողմ ծանոթություն կլինի, օրինակ թեյախմության օրենք ունենալու, կիմոնոն հագցնելու այդ մասին workshop-ա լինելու, որ մասնագետները կգան ցույց կտան, թե այդտեղ կախված իրը, որոնք որ մարդիկ ուղղակի գիտեն որպես կիմոնո անունով, ինչպես են կրել ճապոնացիները, ինչպես են հիմա կրում։ Ինչարից ունենալու ենք նաև դասախոսություն, որտեղ որ կիմանոն այժմ ինչպես են կրում ճապոնացիները, այդ մասին մի ամբողջ դասախոսություն կլինի ժամանակակից աշխարհով, հա, այնպես որ բոլորին հրավիրում ենք ուշադրի որ լինեն կան workshop-երին, հետաքրքրեն, որտեղ ինչպես հենց հաղորդման սկզբում նշեցիք, տեսականորեն ավելի գիտելիքների առումով հարստանալու համար շատ հարմար կարող է լինել ծրագիրը։ Իսկ ասեք դասախոսությունների, workshop-երի ընթացքում ովքեր են խոսելու եւ արդյոք մասնակիցները, նախ ինչպես կարող են գալ եւ մասնակից դառնալ, կխնդրենք դա ասեք, եւ արդյոք հնարավորություն կունենան իրենց ուզող հարցերը հղել եւ ովքեր են լինելու դասախոսողները։ Իհարկե, մասնակից լինելու համար երևի պետքա հենց մեր էջին որպես մա պատկերասրահ Instagram-յան էջին գրել, ուշադիր լինել, ուղղակի հենց նշված ամեն մի օրին եւ ժամին ներկայանալ Արտի արվեստի կենտրոնում, դա առաջվա հայ արտ կենտրոնն է, որը որ գտնվում է Մաշտոցի Ահասցեում։ Նշված օրերը, քանի որ շատ են լինելու, ես հիմա բոլորը չեմ կարող թվել, նշված օրերին կարող են մոտենալ մասնակիցները, թե դասախոսությունների ժամանակ, թե workshop-երի ժամանակ, գրեթե բոլորը լինելու են անվճար, այո, ու բնականաբար դասախոսությունների ժամանակ դասական ձևով անցնելու կարող են լսել դասախոսությունը ու անվերջ հարցեր տալ։ Իսկ թեյախմությունը դա հենց երկար process-ներից է կամ օրինակ կիմանոն հագցնելու process-ը, որ մենք կիցուկի ենք ասում, ինչպես ճապոնական տերմինոլոգիայում ավելի հայտնի, օրինակ Իրոհա կենտրոնի Ռուզաննան է լինելու, ով որ հենց մասնագիտացած է դրանում, բոլորին դետալային ցույց կտա, իհարկե ընթացքում հարցեր եւ այլն, կարող են տեսնել, թե ոնց է որպես ծիսակատարողություն դա տեղի ունենում։ Էլեն, իսկ հետաքրքիր է դուք ինքներդ նկարում եք, ճարտարապետ եք մասնագիտությամբ եւ այսպես թե այնպես կնկարեք, բայց հետաքրքիր է գեղանկարներ անում եք։ Спасибо большое за вопрос. Да, действительно, я и сама занималась изобразительным искусством, и, так сказать, во время обучения в Московском институте, когда обучалась на архитектора, но как будто меня закрутила вот этот работа, вихрь работы, каких-то обязательств, семьи, дел, и все меньше времени оставалось, как у нас у всех, очень мало времени на свои какие-то хобби, на творчество. Это в том числе и была одна из причин, почему я начала коллекционировать чужое творчество, так сказать. Потому что вот этой жажды ощущения какой-то эстетики вокруг меня, вот от этой жажды я избавиться не могла, и утолила ее в том числе вот приобретая работы других художников, могли заметить мой послесоդор. Անդրադառնանք, հա, սիրով ես կլսենք, կարծում եմ մեր հեռուստադիտողին էլ հետաքրքիր է, հենց այս պատկերն ինչ է ենթադրում։ Могу приподнять немножко, вам показать. Вот сюда. Это один из образцов тех экспонатов, которые будут на нашей выставке. Я взяла с собой один из моих любимых, лично фаворитов. Это Хироши Йошида, небезызвестный, большое имя довольно-таки в Японии и за ее пределами. Считается одним из таких отцов движения Шинханга, это так называемое возрождение традиционной гравюры в 20 веке в Японии. То есть они по стопам своих предков возродили заново печатание, и тут можно заметить, вот этот штамп означает, что конкретно этот экземпляр он печатал лично. Мне также нравится этот экземпляр, потому что здесь очень хорошо сохранена цветопередача, потому что
точно не помню какого года это гравюра, но у гравюр есть свойство, со временем они выцветают. Իսկ այս գույները պահպանված եւ նույն օրինակ այն գույներն են, որ կա բնօրինակում, դա է հետաքրքիր։ Բնօրինակներից մեկն է, քանի որ հենց այս տպագրական տեխնիկայով ինքը փայտափորագրություն է, փայտափորագրության տեխնիկայով հնարավոր է X քանակի, այսպես ասած, տիրաժ տպագրել։ Իհարկե հենց օրինակ այս դեպքում հենց հեղինակն է տպագրել, այսինքն ինքնատիպ տպագրություն է, այսպես ասած։ Գույները ամեն անգամ կարող եք այդ տիրաժային տպագրության դեպքում տատանվեն, այսինքն ըստ հեղինակի ընտրության, օրինակ երկինք կարող վարդագույն լինի մի դեպքում, այո, փոփոխություն չի լինում, արդյունքում հեղինակը եթե ընտրել է սա նույն արժեքով կարելի է ասել բնօրինակ է, քանի որ տպագրական գրաֆիկայի դեպքում իրենք X քանակի բոլորն էլ հենց բնօրինակ են, էլի արդեն համարվում։ Ճապոնական մշակույթում առանձնահատուկ չէ, բաղադրիչ է այդ հովանոցները, հետաքրքիր է կա ցուցադրության մեջ ներառված հովանոցներ։ Вееров у нас, к сожалению, нет. Мы очень много всего, получается, намешано в моей коллекции. Мы решили немножечко это как-то отделить. У нас будут только гравюры и только верхние женские кимоно. Другие, можно положить, пожалуйста. Քայլ առ քայլ մոտեցնեք հայ հասարակությանը, решили не мешать все в одну кучу, так сказать. На этот раз у нас будут гравюры и кимоно, возможно, в следующий раз будут какие-то новые вещи. Աղջիկներ, ինչպես նկատեցինք, դուք սիրում եք ճապոնական արվեստը, դուք համադրել եք, ծանոթացել եք, չգիտեմ, սիրում եք թե ոչ, հայկականության հետ ինչ որ նմանություն կամ ինչ որ եզրեր կան նմանության։ Նմանությունը կա հենց ազգային հագուստի մեջ երևի ամենաշատը, Ինչո՞վ։ դե փիլիսոփայությունից այդքան շատ չխոսենք, բայց երևի հենց հագուստը ինքնին ելնելով հենց լոկացիոն բնույթից, ելնելով թե ավանդությունները պահելու հագումից, այսինքն այո, օրինաչափությունները շատ կան, եթե նկատեք։ Հագուստն էլ գործող անձ է, այո, մեր պատմության Пожалуйста, взять слово. У нас Сирануш скромничает. Она является дизайнером локального бренда Немрут. Локальный армянский бренд, очень сильно базированный на традиционной именно армянской одежде и ее переосмыслении с точки зрения, в том числе, добавления элементов и кимоно, может быть. Կարելի ասել ոգեշնչման աղբյուր է եղել հենց ճապոնյան, որ հարցրեցիք սիրում եմ թե չէ, իմ համար նենց շատ ճիշտ հարց էր, որովհետև այո, ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, թե ինչպես են ճապոնացիները այն ժամանակից մինչև հիմա կրում իրենց ազգային հագուստը, որը որ ժամանակի ընթացքում ինչ որ փոփոխությունների է ենթարկվել ադապտանալով տվյալ ժամանակին, բայց ազգային ուրվագիծը մնացել է, մենք կարող ենք շատ հստակ տարբերել։ Ու իմ բրենդի առումով էլ հենց այդ մոտեցումը շատ ճիշտ եմ գտել ու հիմա փորձում եմ նույնը անել հայկական տարազի համար։ Շնորհակալ ենք ժամանակ գտնելու եւ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Մեկ ամիս գրեթե գործելու է, կարծում եմ ժամանակ կգտնենք, գոնե մեկ օր կգանք։ Հաջողություն ենք ձեզ մաղթում, ձեզ էլ որի վերջո ժամանակը բավարարի, ոգեշնչվեք եւ ինքներդ էլ սկսեք ստեղծագործել։ Спасибо. Եվ սիրով ձեզ կհյուրընկալենք նորից։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր Հայարտ կենտրոնում բացվելու է արդեն երեկոյան թանակ եւ մետաքս ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ փետրվարի 14-ը։ Հենց այս թեմայի շուրջ էինք զրուցում մեր հյուրերի հետ՝ Սիրանուշ Մխիթարյան, ցուցահանդեսի համադրող, դիզայներ, արվեստագետ եւ հավաքորդ ճարտարապետ Էլեն Սարադյան։ Եթե ժամանակ ունենաք, գնացեք, ծանոթացեք, եթե սիրում եք, ձեզ հատկապես կհետաքրքրի։ Բարև երկիրը շարունակվում է։ Դե ինչ յուրաքանչյուր հայ հաջողությամբ մենք իհարկե հպարտանում ենք եւ ուզում ենք, որ հայերը շատ հաջողություններ ունենան, հատկապես ինչու ոչ կինո աշխարհում։ Դիանա, ես գիտեմ, որ դու սիրում ես կինոն եւ դու ինքդ կուզեիր լինել կինոյի մի մասնիկը եւ այս առումով երբևէ պատկերացնում ես, որ մի օր էլ քեզ համար հաջողության դուռ կբացվի։ Ես դա միշտ եմ պատկերացնում, Արվին, հա, իսկապես ես եւ կինոն եմ սիրում եւ կինո աշխարհի հետ կապված ամեն ինչ, իհարկե կուզենայի նկարահանվել, Արվին է, դա ինչ հարցեր։ Թող նկարահանվեի մրցանակներին դեռ երկար տարիներ համբերատար կսպասեի։
Ինչպես արդեն հասկացաք, կրկին կինոից ենք խոսում եւ հաղորդման սկզբում Ոսկե գլոբուսի մրցանակակիրներին էինք ներկայացնում, այնտեղ նաեւ մեր հայրենակիցը կար Մեղավորները ֆիլմի համապրոդյուսերներից Սև Օհանյանի մասին ենք այս պահին խոսելու եւ փորձենք մատյան էջով անդրադառնալ նրան, հասկանալ, թե նա ինչպես հայտնվեց այնտեղ, որտեղ հիմա է եւ առհասարակ ինչ գործունեություն է ծավալել ու ծավալում։ Իսկ ես հորդորում եմ պրոդյուսերներին ուշադրություն դարձնել Դիանայի սպասումներին եւ ինչու ոչ, մեր ուրախանանքներ նրա հաջողությունների համար։ Այո։ Այս տարվա Ոսկե գլոբուսը հատկապես ուրախացրեց հայերին, քանի որ 83-րդ մրցանակաբաշխության դափնեկիրներից դարձավ նաեւ ամերիկացի պրոդյուսեր եւ սցենարիստ, հայկական ծագում ունեցող Սև Օհանյանը, Մեղավորներ Sinners ֆիլմի համար։ Օհանյանը ծնվել է Գերմանիայում, 4 տարեկանում տեղափոխվել ԱՄՆ։ 20 տարեկանում նա գրել է, տնօրինել եւ ներկայացրել «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» միկրոբյուջետային ֆիլմը, որի հիմքում իր կյանքի պատմություններն են։ 2008 թվականին նրա այդ ֆիլմը հաջողության է հասել տարբեր երկրների հայ համայնքներում։ Օհանյանը ֆիլմի հասույթը օգտագործել է, որպեսզի վճարի Հարավային Կալիֆոռնիայի թատերական արվեստի դպրոցի ուսման վարձը եւ ստացել է պրոդյուսերի մագիստրոսի կոչում։ Նույն դպրոցում նա նաեւ հանդիպել է իր ամենակարևոր գործընկերներից 3-ին՝ կնոջը Նատալի Քասաբյանին, սցենարիստ Անիշ Չագանտիին եւ կինոռեժիսոր Ռայան Քուգլերին։ Օհանյանն այժմ Proximity Media-ի հիմնադիրներից է։ Նա նաեւ երկար համագործակցության պատմություն ունի դերասան Մայքլ Ջորդանի հետ, ով Մեղավորներ ֆիլմի գլխավոր դերակատարն է։ Սևակ Օհանյանն առաջին անգամ Հայաստան է եկել 2003 թվականին, ծնողների եւ քրոջ հետ։ Ինչպես ինքն է նշել, ոչինչ չի կարող համեմատվել օդանավակայանից դուրս գալու եւ անմիջապես տանը զգալու այդ պահի հետ։ Հետո նա Հայաստան է եկել նաեւ 2016 թվականին։ Վերջերս տրված հարցազրույցներից մեկի ժամանակ Սևակ Օհանյանը նշել է, որ կրկին ցանկություն ունի վերադառնալու Հայաստան։ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ վանաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո սպիտակն եմ դու իմ վարդենիսը, Իչ միացին է մեր խաչն ու հավատը, ես քո Աբովյանն եմ դու իմ Արարատը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Խուստուփն եմ դու իմ Արագածը, ես քո առավոտն եմ դու իմ լուսաբացը, ես քո Տաթևն եմ դու իմ նորավանքը, ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը, սերը սիրում է դարձնում ամեն օրը, ես քո Թալինն եմ դու իմ ծաղկաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո գավառն եմ դու իմ ագարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Արմավիրն եմ իսկ դու իմ Գորիսը, սերն է երգում մեր ջանն ու հաջանը, ես քո Տաշիրն եմ դու իմ Դիլիջանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը, ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը, ես քո Պայքարն եմ դու իմ հայրենիքը, ես քո Լեռներն եմ դու իմ հարսանիքը, սերը սիրում է դարձնում ամեն օրը, ես քո Սիսյանն եմ դու իմ մեծ ամորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը, սերն է լցնում մեր տունն ու օրանը, ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն
Ձեր շաբաթ եւ կիրակի օրերը դուք տեսնում եք մեզ, նշանակում է, որ մեր գործընկերները մեր կողքին են, այդ թվում նաեւ տուն դեպո խանութ սրահը, որը մեզ տրամադրում է փափուկ կահույք, գեղեցիկ գույներով եւ կարող եք գնալ ընտրել, տեսնել ինչպիսի տեսականի նրանք ունեն, Ինչպես նաև Dream Park հանգստյան գոտին, որը գտնվում է Դենդրոպարկի հարևանությամբ, Լորվա հիանալի բնության գրկում, այնտեղ կարող եք ինչպես ձեր միանձնյա, այնպես էլ ընտանեկան հանգիստը վայելել, որովհետև կան 2-ից 8 հոգու համար նախատեսված տնակներ, գլեմփինգներ, համեղ խոհանոց, ռեստորան, սրճարան, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գոնե մի քանի օրով գնալ եւ մարմինը, հոգին, ինչու ոչ դիցքաթափել եւ միտքը հանգստացնել։ Շարունակենք նաեւ խոսել առողջության մասին, որովհետեւ եթե Dream Park-ում կարող եք ձեր հոգուն եւ մտքին խաղաղություն փոխանցել, ապա Աջափնյակ բժշկական կենտրոնում կարող եք հետևել ձեր մարմնին, ձեր մարմնի առողջությանը եւ այնտեղ ցանկացած բուժ ծառայություն մատուցվում է եւ ամենակարևորը անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր բուժառուին։ Դե քանի սկսել եմ նաեւ շարունակեմ եւ ասեմ, եթե բաց եք թողել մեզ հեռուստացույցով դիտելու հնարավորությունը, կարող եք հետևել մեզ Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքներով, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերով։ Եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ, մենք կհանդիպենք վաղը։ Այսօր թերևս այսքանը ձեզ մաղթում ենք լավ օր եւ ասում, որ միանաք մեզ, որպեսզի ձեր կիրակին եւս լինի շատ հագեցած ու լավ։